Բարի գալուստ մեր ալիք։ Այսօրվա թողարկման թեման է Սփյուռքի նախարարության վերակառուցման ռազմավարական նշանակությունը։ Այս հարցում իր տեսակետն է ներկայացնում Շահումյան հասարակական սազմանության ներկայացուցիչը։ Ինչով է պայմանավորված Սփյուռքի նախարարության վերակառուցման անհրաժեշտությունը։ Շահումյան կազմակերպությունը վստահ է, որ այդ վերակառուցումը Հայաստանի զարգացման եւ անվտանգության համար ունի բացառիկ ռազմավարական դեր։ Նորացված նախարարությունը պետք է դառնա այն կենտրոնական հարթակը, որը կկազմակերպի եւ կհամակարգի Սփյուռքի հայրենիների ներդրումային, կրթական, մշակութային եւ հայրենադարձական գործունեությունը հատուկ ցանցային մոդելի միջոցով։ Իսկ այդ ցանցային մոդելը կոնկրետ ինչպես է աշխատելու։ Այն թույլ կտա միավորել Սփյուռքի գիտելիքներն ու փորձը ֆինանսական, կրթական, բանկային եւ մշակութային ոլորտներում։ Բացի այդ, ապահովվելու է ներդրումների ու ծրագրերի արդյունավետ ներգրավվածություն, ուղղակիորեն ծառայեցնելով Հայաստանի ազգային շահերին։ Կվերահսկվեն համաշխարհային հայկական բանկի ծրագրերը, կտրուկ կրճատելով շուկայական ռիսկերը։ Ներդրումները կդառնան առավել թափանցիկ ու հաշվետու, ապահովելով արդար շահաբաշխում։ Իսկ հայրենադարձությունը եւ ժողովրդագրական կայունությունը կստանան պետական աջակցություն, կանխարգելելով արտագաղթի վնասները։ Կարծես թե նախարարության դերը դուրս է գալիս միայն կառավարչական գործառույթներից։ Կարող եք օրինակ բերել։ Այո, Սփյուռքահայ ազնիվ ու սրտացավ մասնագետների միջոցով Հայաստան են փոխանցվելու նորագույն տեխնոլոգիաներ, գիտելիք ու փորձ։ Սա կուժեղացնի մեր արդյունաբերությունը եւ կխթանի ազգային արտադրության զարգացումը։ Այնինչ կապ ունի այս ամենը համաշխարհային հայկական բանկի հետ։ Նախարարությունը դառնալու է կապող օղակ կանգի ծրագրում։ Այն կծրագրի եւ կմոնիտորինգի բոլոր ներդրումային գործողությունները ապահովելով ազգային արդյունաբերության աջակցություն եւ տեղական արտադրողների ֆինանսավորում, արտաքին պարտքի նվազեցում, հայապահպանական կրթական ու մշակութային ծրագրերի իրականացում, Սփյուռքի ներգաղթի կազմակերպում անվտանգության եւ ժողովրդագրական կայունության համար։ Այս ամենի համատեքստում ինչ հիմնական եզրակացություն կարելի անել։ Սփյուռքի նախարարության վերակառուցումը եւ ցանցային մոդելի ներդրումը դառնալու են Հայաստանի տնտեսական ինքնիշխանության, անվտանգության եւ ազգային արժեքների պահպանման կարևորագույն հենասյուները։ Սիրելի հայրենակիցներ, ահա թե ինչու Շահումյան կազմակերպությունը կոչ է անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը։ Միասին մենք կարող ենք կյանքի կոչել այս ազգային ռազմավարական ծրագիրը։ Հետևեք մեր ալիքին, տեղեկանալու նոր ծրագրերի եւ նախաձեռնությունների մասին։